Միացյալ Նահանգները շարունակում են Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ ԱՄՆ-ի 85 կոնգրեսական նամակ են հղել պետքարտուղարությանը, որտեղ կոչ են անում խաղաղությանն ուղղված մի շարք միջոցառումներ իրականացնել։ Նամակի համահեղինակ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Ամերիկայի ձայնին պատմել էր, որ կոնգրեսում շրջանառության մեջ դրված նամակի նպատակն է փրկել մարդկանց կյանքեր եւ հաստատել արդար ու երկարաժամկետ խաղաղություն հակամարտության շրջանում։ Նամակին միացած Ամերիկայի 85 օրենսդիրները պահանջում են դիպուկահարները հետ քաշել շփման գծից եւ կոչ անում ուղղություն որսացող սարքեր տեղադրել, որոնք ցույց կտային, թե որ կողմից է արձակվում կրակը։ Կոնգրեսականները նաև զինադադարի խախտումներին ավելի լավ արձագանքելու եւ հետաքննելու նպատակով կոչ են անում ավելացնել ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը եւ նրանց հետաքննություն անցկացնելու ավելի լայն լիազորություններ տալ։ Ամերիկայի Հայդատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուրջանի կարծիքով հայկական կողմի եւ միջնորդների միջև ընդհանուր համաձայնություն կա նամակի բովանդակության շուրջ։ Միակ գողմը այս հարցին մեջ, որ գշարունակե թեմը լալ այս հստակ քայլերուն Ադրբեջանի կառավարությունն է։ Ավելի վաղ արձագանքելով կոնգրեսականների պահանջին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հակազդել էր, որ միջադեպերի գլխավոր պատճառը սահմանագծում հայկական զորքերի ներկայությունն է։ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ընդգծում է նամակին աջակցություն հայտնած քաղաքական գործիչների բարձր մակարդակը։ Եթե նայեք նամակը ստորագրած գործիչների անուններին, կտեսնեք, որ նրանք կոնգրեսի լուրջ եւ ազդեցիկ անդամներ են։ Շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգների օրենսդիրներին, Եղիսաբեթ Չուրջանը միաժամանակ ընդգծեց Ամերիկայի հայ համայնքի դերը այս հարցում։ Բրայան Արդունին իր կողմից հիշեցրեց, որ Միացյալ Նահանգների կոնգրեսականները հետևողականորեն իրենց ձայնն են բարձրացնում Ղարաբաղյան տարածաշրջանում զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ։ Դեռ 2008-ին կոնգրեսականների այդպիսի նամակին միացել էր Փոլ Ռայանը, որը հնարավոր է արդեն այս շաբաթ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնա։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։